Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի համաձայն մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ ամբողջությամբ ստանալու իր կենսաթոշակային հաշվում առկա փողը, անկախ դրանց չափից։ Այս տարբերակը գործելու է կառավարության սահմանած ցանկումներ արված հիվանդություններով հիվանդանալու դեպքում։ Կենսաթոշակային հաշվի միջոցները կարող է միանգամից ստանալ միայն կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում։ Երբ որ կենսաթոշակի ձևով այդ գումարները կսկսեն վճարվել մասնակցին։ Այս այն դեպքն է, երբ պետք չէ սպասել, որպեսզի նա հասնի կենսաթոշակային տարիքին, ձեռք բերի այդ իրավունքը եւ ստանա կենսաթոշակի տեսքով այդ վճարները։ Գումարները ստանալու համար հիմք է, որ հիվանդը ունենա աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողությամբ 3-րդ աստիճանի սահմանափակում։ Առողջապահության նախարարության եզրակացության հիման վրա կենսաթոշակը միանվագ ստանալու իրավունք կտրվի նաև այն քաղաքացուն, որը հիվանդանում է նախարարության ցանկում առկա հիվանդությամբ։ Նա ենթադրենք, թե դիմեց 18 թվականի մայիսի 15-ին եւ նա համակարգին մասնակից էր 14 թվականի հուլիսի 1-ից։ 14 թվականի հուլիսի 1-ից մինչև 18 թվականի մայիսի 5-ը այդ փայերը, որի կենսաթոշակային հաշվում կան, ամբողջը մարվում են եւ միանգամից վճարվում։ Հիվանդությունների ցանկի հիմքում միջազգային դասակարգչի ադապտացված տարբերակն է։ Ներառված է սիրտանոթային, երիկամի հետ կապված, տուբերկուլյոզի հետ կապված, նյարդային համակարգի, ներզատական համակարգի, չարորակ նորագոյացությունների հետ կապված սահմանային տերմինալ իրավիճակները, այսինքն ասել կուզեմ, սրանք այն հիվանդություններն ու իրավիճակներն են, որոնք գտնվում են վերջին փուլում, սահմանային փուլում, որոնց ելքը բավական անբարենպաստ է։ Հիվանդության մասին փորձագիտական եզրակացությունը եւ անձը հաստատող փաստաթղթերը քաղաքացին ներկայացնում է ռեեստրը։ 10 օրվա ընթացքում ռեեստրը պարտավոր է միանվագ մարել այդ անձի կենսաթոշակային հաշվում առկա բոլոր միջոցները։ Ասմիկ Օհանյան, Մհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։